Սիրելի հայրենակիցներ, քիչ առաջ ավարտվեց Միասնության թևեր կուսակցության արտահերթ համագումարը, որով մեկնարկ տրվեց քաղաքական այս ուժի գալիք ազգային ժողովի ընտրությունների ընտրապայքարին մասնակցելուն, եւ ես քիչ հետո խոսքը կփոխանցեմ պարոն Արմեն Գալստյանին, կուսակցության նախագահին, մեր կուսակցության նախագահին, ով ամփոփ կերպով կներկայացնի համագումարի արդյունքները։ Բայց մինչ այդ ես իմ սրտի խոսքը ունեմ ասելու։ Այսօրվա մեր համագումարը քայլ էր դեպի մեր պետականության վերաիմաստավորում։ Բոլորս գիտենք, Հայաստանում խնդիրների պակաս չկա։ Բայց իրական ճգնաժամը խնդիրների քանակը չէ։ Իրական ճգնաժամը եղել է եւ մնում է միասնականության բացակայությունը։ Եվ հենց այստեղ է, որ ծնունդ է առնում միասնության թևերը։ Հայաստանը չի կարող փրկվել բաժանված հասարակությամբ։ Մենք պետք է դադարենք ապրել սևերի ու սպիտակների, նախկինների եւ ներկաների, մերոնց եւ ձերոնց տրամաբանությամբ, որովհետեւ ուժը միասնության մեջ է։ Մենք եկել ենք ձևավորելու մի իրականություն, որտեղ չկա պառակտում եւ բաժանում։ Չկա պառակտում եւ բաժանում հասարակության ներսում, եւ եթե կա որևէ բաժանում, ապա դա բաժանումն է հասարակության եւ պետական իշխանության միջեւ, որտեղ այդ իշխանությունը ապահովում է պետության անվտանգությունը, ծառայում է քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը։ Մենք չենք խոստանում հեշտ ճանապարհ, դժվար է լինելու, բայց մենք խոստանում ենք ճիշտ ուղի, ոչ պոպուլիզմին, ոչ կեղծ խոստումներին, այլ միայն ու միայն հաշվարկված, խելամիտ եւ ազգային շահից բխող որոշումներ։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ, կուսակից ընկերներ, սիրելի հյուրեր, այսօր մենք սկսում ենք մի ճանապարհ, որը կարող է դժվար լինել ու լինելու է, բայց լինելու է պատմական ճանապարհ, որովհետև սա պայքար է ոչ թե իշխանության, այլ Հայաստանի արժանապատվության համար։ Եվ հիմա ես մեծ սիրով պատիվ ունեմ խոսքը փոխանցելու մեր գաղափարակից, մեր պայքարի ընկեր Արմեն Գալստյանին։